ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից, այն է բացակայել աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ, ընդ որում մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ, իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ անկախ երեխաների թվից։ Առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սմբատյան, բայց սա դեռ պիտի գնա ազգային ժողով, չէ՞, դուրս չգանք ու գնանք երեխեքին պահելու։ Միանշանակ։ Տարածվում է եւ պետական եւ մասնավոր, որևէ սելեկցիա չկա։ Այո, պարոն փոխվարչապետ, տարածվում է եւ պետական եւ մասնավոր հատվածների վրա։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Պապյան։ Իսկ կուտակել հետո օգտագործելու հնարավորություն կա, այսինքն եթե 3 երեխա ունի, ենթադրվում է, որ օրը կարա մի ժամ շուտ գնա գործից տուն, ասենք 5 օր կուտակի, մի օր 5 ժամ շուտ կամ չկա։ Այլա մոդելավորել ամսվա վրա։ Շնորհակալ եմ պարոն Պապոյան հարցի համար, բայց ոչ, կուտակային մեխանիզմ նախատեսված չէ։